Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Երբ Հիսուս այդ լսեց, այդ տեղից նավակով առանձին գնաց Միամայի տեղ։ Եվ ժողովրդի բազմությունը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա ետևից գնաց։ Եվ երբ նա ցամաք ելավ, տեսավ բազում ժողովուրդ, գտած նրանց եւ բժշկեց նրանց հիվանդներին։ Երեկոյան դեմ աշակերտները մոտեցան նրան եւ ասացին. այս տեղը ամայի է եւ օրը տարաժամել է։ Արձակիր այդ ժողովրդի բազմությունը, որպեսզի գնա շրջակա գյուղերը իր համար ուտելիք գտնի։ Եվ Հիսուս ասաց. հարկ չկա, որ նրանք գնան, դուք նրանց ուտելու բան տվեք։ Եվ նրանք ասացին նրան. այստեղ ուրիշ բան չունենք, բացի 5 նկանակից եւ 2 ձկից։ Եվ նրանց ասաց. այստեղ բերեք այդ։ Եվ հրամայեց ժողովրդի բազմությունը նստեցնել խոտի վրա եւ վերցնելով 5 նկանակն ու 2 ձկները նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տվեց, իսկ աշակերտները ժողովրդին։ Բոլորը կերան եւ հագեցան։ Եվ 12 սակար լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին, եւ նրանք որ կերան, մոտ 5000 հոգի էին, չհաշված կանանց եւ երեխաներին։ Ուրեմն Մատթեոսի ավետարանի 14-րդ գլխի այս փոքրիկ հատվածը, որ ընթերցեցի, կոչվում է հացի առաջին բազմացում։ Այս հատվածը մենք տարվա մեջ մի քանի անգամ ընթերցում ենք պատարագներին։ Այսինքն տարվա մեջ մի քանի անգամ այս հատվածը հանդիպում է պատարագների ժամանակ։ Եվ 20 տարի կամ ավելի ամեն տարի մի քանի անգամ պատկերացրեք, ուրեմն երևի 60-70 անգամ այս հատվածը հանդիպել է իմ քահանայագործության ընթացքին, կարող է ավելի, ուրեմն ես այդքան անգամ սրա մասին խոսել եմ։ Այսինքն նույն բանի մասին 60 անգամ կարելի է տարբեր բաներ խոսել։ Պարզվում է, որ կարելի է։ Եթե մարդ ինքն իրենից ուզի խոսի, անհնար է, բայց Աստված կարող է խոսեցնել, որտեղ Աստծո խոսքը անսահման է։ Այդ եւ մենակ ես ասեցի, աշխարհի մեջ քանի միլիոնավոր մարդիկ են կարդում այս հատվածը եւ այս հատվածի մասին մտորում։ Ուրեմն այսօր այս մասին խորհենք։ Մենք որ մանուկ ենք, մեր ծնողները մեր մասին հոգ էին անում։ Կերակրում էին մեզ։ Եվ մենք կարիք չունենք կերակրի մասին մտածելու։ Այդ որ երեխան է, որը ծնողների խնամքի տակ է գտնվում, մտածում թե ճաշին կամ ընթրիքին ինչ պիտի ուտեմ։ Չէ, այդ մասին չի մտածում, որտեղ գիտի, որ իր կերակուրը, իր սնունդը ծնողները պիտի ապահովեն։ Նույնիսկ ասեմ, եթե երեխան ավելի բարեխիղճ է լինում, ծնողներին լսող է լինում, ծնողների կամքը կատարում է, ծնողների պահանջից ջանում է մի բան էլ ավելի անել, մեկ-մեկ պարգևատրվում է, չէ՞, իր սիրած բաներն են պատրաստում կամ գնում։ Բայց եթե երեխան թողնում է հեռու է գնում ծնողներից, ճաշի ժամին տուն չի գալիս, ինքը կարա սոված մնա։ Ինքը պիտի իր գլխի ճարը տեսնի, մի տեղից մի բան պիտի գտնի ուտի, որտեղ ծնողների խնամքից ինքը հեռացել է։ Ոչ թե ծնողները իրան չեն ուզում տալ, այլ ինքն է հեռացել ծնողների խնամքից։ Ինքն է թողել ծնողներին, գնացել հեռու մի տեղ։ Դե գնա հիմա գլխի ճարը տես, դե գնա ուտելու բան գտի քեզ համար։ Բայց ինքը այդ խնդիրը չուներ։ Ինքը այդ խնդիրը երբեք չէր ունենա, եթե ծնողից չհեռանար, բայց եթե ծնողից հեռացել է, տունը թողել գնացել է, ինքը ամեն օր այդ խնդիրը պիտի լուծի։
ամեն օր պիտի մտածի, թե այսօր ինչ եմ ուտելու, վաղն ինչ եմ ուտելու, միսօրն ինչ եմ ուտելու։ Ես այս փոքրիկ օրինակը բերեցի երեխայի ծնողի, որպեսզի մեր վիճակը փորձնեմ ներկայացնել։ Երբ որ մենք Աստծուց հեռացած ենք, մենք անընդհատ պիտի մտածենք, բա այսօր ո՞նց ենք ապրելու, բա վաղն ինչ ենք ուտելու, բա այն միսօր ինչ ենք անելու, բա լույսի փողը ո՞նց ենք վճարելու, բա այս երեխեքի կրթության փողը ո՞նց ենք հասցնելու եւ սենց շատ բաների մասին սկսում ենք մտահոգվել։ Բայց երբ որ մենք Աստծո փեշի տակ ենք, Աստծուց չենք հեռացել, նման բաների կարիքը չունենք։ Ինչի համար, որտեվ Աստված ասաց, դուք մի մտահոգվեք, թե ինչ ենք ուտելու, ինչ ենք խմելու, ինչ ենք հագնելու։ Այդ բոլորի մասին մտածում են հեթանոսները, այսինքն այն մարդիկ, ովքեր Աստված չունեն, Աստված ունեցողը տենց բաների մասին պիտի չմտածի, այլ ինչի մասին պիտի մտածեք։ Մտածեք երկնքի արքայության եւ Աստծո արդարության մասին։ Իսկ ինչ որ ձեզ պետք է, այդ ամեն ինչը ձեզ կտրվի։ Իրականում այդպես էլ կար։ Երբ որ մարդը դրախտի պարտեզում էր գտնվում, Աստված մարդուն դրել էր բերկրության դրախտի մեջ, երանության մեջ, մարդը խնդիր չուներ մտածելու ինչ պիտի ուտեմ, ինչ պիտի հագնեմ, ինչով պիտի ապրեմ, որտեվ Աստված այդ ամեն ինչը հոգացել էր։ Գրիգոր Նարեկացին ասում է, Աստված երկիրը ստեղծել էր որպես մարդու բնակության տեղ, երկինքը որպես ձեղուն, տանիք, տեսակ ծառերն ու բույսերը որպես կերակուր, այս ամեն ինչը ստեղծեց, տունը պատրաստեց մարդու համար, նոր մարդուն արարեց, որ մարդը ոչ մի բանի կարիք չունենա։ Ինչպես մարդը երբ պատրաստում է հյուր ընդունելու, հյուրի տեղը պատրաստում է, հյուրի կերակուրը պատրաստում է, ամեն ինչ պատրաստում է, նոր հյուրին ընդունում է, որ որևէ խնդիր չլինի։ Աստված էլ այդպես արեց մեզ համար։ Բայց մարդը Աստծուց հեռացավ։ Երբ որ մարդը Աստծուց հեռացավ, Աստված ինչ ասեց, ասեց դե գնա երեսիդ քրտինքով կուտես օրվա հացը։ Էլը տենց հեշտ ու հանգիստ չես կարա ապրես։ Պիտի չարչարվես, պիտի տառապես, պիտի քրտինք թափես, մինչև մի կտոր հաց վաստակես։ Եվ այսօրվա դրվագում ավետարանական ասում է Հիսուս մարդկանց հավաքել էր եւ խոսում էր, քարոզում էր, բժշկում էր, մարդկանց պետքերն ու կարիքներն էր հոգում։ Երբ երեկո եղավ, աշակերտները մոտեցան եւ ասացին. Տեր, այս մարդիկ մեղք են, սոված են, առավոտից տեղ են, բաց թող գնան մոտակա գյուղերը, ագարակները եւ իրենց համար ուտելու բան գտնեն, այսինքն գնան իրենց կերակրի հարցը լուծեն, իրենց գլխի ճարը տեսնեն։ Մենք էլ ամբողջ օրը այս կողմեն կողնգած մեր գլխի ճարն ենք տեսնում։ Ասեմ ուտելիք, բայց դուք մի հասկացեք ուտելիք։ Ուտելիք, տուն, տեղ, ավտո, փող, չգիտեմ ինչ, հանգիստ, այս կողմեն կողմ, այսինքն լիքը հարցեր ենք լուծում։ Այս կողմեն կողնգած, բայց Քրիստոսն ինչ ասեց աշակերտներին։ Ասեց ոչ, թող չգնան, դուք տվեք իրենց ուտելիքը։ Ուրեմն Քրիստոսն ինչ է ասում։ Ասում է մի եկեք աշխարհից աշխարհ, դռնե դուռ, երկրից երկիր, քաղաքից քաղաք, մի կտոր հացի հետևից։ Դուք ինձ մոտ եկեք, այդ ձեր հացը պիտի ստանաք, այդ ձեր հագուստը պիտի ստանաք, այդ ձեր ջուրը պիտի ստանաք, այդ ամեն ինչը պիտի ստանաք։ Հիմա մարդկանց մոտ, որոնք մի քիչ ավելի կարող է այս ամեն ինչին թեթև վերևից նայեն, ասեն, ասածը ինչ է, Տեր այլ, գնանք տունը պարկենք, բերաններս բացենք, Աստված էլ կլցնի, մենք կուտենք, հա։ Չէ, նման բան չի ասում ավետարանը։ Ավետարանի խոսքը նորից ու նորից եմ հիշեցնում, ասում է, ով որ չի աշխատում, թող չուտի էլ, այսինքն պիտի աշխատես, որպեսզի ուտես։ Եվ Հիսուս այս 5000 մարդուն, որ ասում է 5000 հոգին, չհաշված կանանց եւ երեխաներին, չասեց կշտացեք ու կշտացան, այլ ինչ արեց։ Ասեց ինչ ունեք, բերեք,
բերեցին, այդ բերած օրհնեց, հետո ասեց վերցրեք տարեք բաժ, այսինքն ինչ որ գործ արեցին։ Այդ մարդկանց նստացրեք, աշակերտներ աշխատեցին, տարան բաժանեցին։ Էլի այդ գործ իրանք կարային անեին։ Բայց եթե Քրիստոսի օրհնությունը չլներ, 5 հատ հացը կմնար 5 հատ հաց, 2 ձուկը կմնար 2 հատ ձուկ, եւ 5000 մարդը, այդ մենակ տղամարդիկ չհաշված կանայք եւ երեխաները երբեք դրանով չէին կշտանա։ Իսկ իրենց աչքը չեր ընկնի դրա վրա։ Բայց ավետարանական հատվածն ինչ է ասում։ Ասում է բոլորը կերան հագենալու աստիճան, հագեցան եւ նույնիսկ 12 կողով կերակրի մնացորդ հավաքեցին։ Ուրեմն այդ 5 հացից եւ 2 ձկից 12 կողով մնացորդ մնաց ուտելուց հետո։ Չգիտեմ 10,000 էին, 15,000 էին, բոլորը միասին, եթե կանանց ու երեխաներին էլ հաշվեին։ Ինչու այդպես եղավ։ Որտեվ մենակ չվերցրին ու բաժանեցին այդ 5 հատը, այլ տարան Քրիստոսի մոտ, Քրիստոսն օրհնեց, նոր բաժանեցին։ Այսինքն Աստծո օրհնությամբ մի հացը կամ մի դրամը կարա միլիոնի տեղ լինի, եւ առանց Աստծո օրհնության միլիոնը սկի մեկի տեղ չի կարա գնա։ Փուչու դատար կա։ Եվ այսօր մարդը թողած, ասում է գնամ հացս վաստակեմ, գնամ ապրուստս վաստակեմ, գնամ էս անեմ, գնամ այն անեմ, մոռացած, որ Քրիստոսն ասում է այդ ամեն ինչի մասին հոգ մի արեք, այլ դուք հոգացեք երկնքի արքայության մասին, Աստծո արդարության մասին, հավիտենական կյանքի մասին, ձեր փրկության մասին, Աստծո դատաստանի մասին մտածեք, ոչ թե հացի մասին, այսօր կուտեք կհագենաք, բայց վաղը կդատապարտվեք։ Երբ որ Քրիստոս 40 օր անապատում ոչինչ չկերավ, չխմեց, Սատանան առաջի փորձությունը ինչ արեց, ասեց սոված ես, այս քարերը հաց դարձրու կեր, եւ Քրիստոս մի շատ կարևոր խոսք ասաց մեզ բոլորիս, ասեց ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ Աստծո խոսքով, բայց մենք ցավոք սրտի մտածում ենք, որ մենակ հացով ենք ապրելու, Աստծո խոսքի մասին չենք մտածում, այսինքն հոգևորի մասին, հոգևոր սննդի, հոգևոր կերակրի մասին չենք մտածում, Աստծով կշտանալու, Աստծով հարստանալու մասին չենք մտածում, մտածում ենք մենակ ինչ անենք, որ հաց ունենանք, փող ունենանք, ապրուստ ունենանք, հարստություն ունենանք, տուն ունենանք, տեղ ունենանք, այս ունենանք, այն ունենանք, ասում է անմիտ մարդ, մի օր հոգիդ առնելու եմ, այդ ինչի համար է իրանում այդ ամեն ինչը։ Ոնց է Աստծո առաջ պատասխան տալու այդ օրը, երբ որ հոգիդ առնեմ։ Այսօրվա ընթերցումների մեջ Եսայու մարգարեության հատվածը հետևյալն էր ասում. Ահավասիկ զորությունների Տեր Աստվածը Հրեաստանից եւ Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն եւ զորավոր կնոջը, հացի զորությունը եւ ջրի զորությունը, ասում է Աստված պիտի վերացնի այս ամեն ինչը, հսկային ու զորեղին, քաջամարտիկին, դատավորին, մարգարեին, քննիչին եւ ծերին, հիսնապետին եւ սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ խելամիտ ատենակալին, ատենակալի բառի տակ ներքևում գրած է, որ եբրայերենում ասում է կախարդին, նրանց վրա իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաներ պիտի տիրեն նրանց, ժողովուրդը իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դեմ պիտի ելնի, ընկերը ընկերոջ դեմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարվի, անարժանը արժանավորի հետ, ու մարդը պիտի բռնի իր եղբորը կամ իր հոր ընտանիքից մեկին եւ ասի, դու վերարկու ունես, մեզ իշխան դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի, այն ժամանակ նա պատասխան է տալու ասելով, իշխան չեմ լինի, որովհետև իմ տանը ոչ հաց կա, ոչ էլ հագուստ,
Ես այս ժողովրդի վրա իշխան չեմ դառնա։ Եվ այսպես Երուսաղեմը լքվեց, Հրեաստանը կործանվեց եւ նրանց լեզուները անօրենությամբ ապստամբեցին Տիրոջ դեմ։ Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը եւ նրանք Սոդոմայեցիների նման իրենց մեղքերը պատմեցին եւ հայտնի դարձրին։ Վայ նրանց հոգիներին, որովհետեւ իրենք իրենց համար չար խորհուրդներ խորեցին եւ ասացին. կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճո է։ Այսուհետև նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։ Հիմա որ ես կարդում եմ այսօր այս հատվածը, շատ նման է մեր օրերին, շատ նման է այն ինչ որ մեզ հետ կատարվում է այս ամեն ինչը։ Աստծուց հեռացան, Աստծու դեմ ապստամբեցինք, այդ ամեն ինչը զրկվեցինք, ասում է հիմարներն են իշխում նրանց, որովհետև իրենք հիմարացել են։ Անմիտներն են թագավորում, որտեղ անմիտ ժողովուրդ են դարել, Աստծուց հեռացած մարդը ո՞նց կլինի։ Ինչ կլինի Աստծուց հեռացած մարդը։ Եվ ասում է ամեն զորություն խորտակվեց, հայտնվեցին այն վիճակի մեջ, ինչի մեջ կան։ Եվ այսօրվա ավետարանով Աստված մեզ պատգամում է։ Ինչ է ասում։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ ծանրաբեռնվածներ, եւ ես ձեզ պիտի հագեցնեմ, պիտի հանգստացնեմ, պիտի կերակրեմ։ Եվ այստեղ խոսքը միայն հացի մասին չի, շատ ավելի կարևոր բանի մասին է։ Եթե մարդը միայն հացի մասին է մտածում, ներողություն եմ խնդրում, մարդը հավասարվել է անասունին։ Սաղմոս 2-ն ասում է մարդը պատվի մեջ էր, բայց ընկավ հավասարվեց անբան անասունին։ Եթե մարդու կյանքում հոգին չկա, հոգևորը չկա, Աստված չկա, մարմնից են կողմ, նյութից են կողմ ուրիշ աշխարհ չկա, այդ մարդու վիճակը անասնական վիճակի է հասել։ Եվ այդ մարդը արդեն որպես մարդ մեռած է ապրում աշխարհի մեջ։ Մինչդեռ Աստված ուզում է, որ մենք կենդանի լինենք այս աշխարհի մեջ եւ ոչ միայն այս աշխարհի մեջ, այլ նաեւ հավիտենականության մեջ։ Եթե մարդը այս աշխարհում մեռած է, այլ հավիտենականության մեջ ո՞նց կենդանի կլինի։ Ուրեմն մենք մեր հոգու եւ մարմնի բոլոր պետքերն ու կարիքները Աստծո առաջ բերենք։ Եվ չծանրանանք դրա վրա։ Այդ այնքան հեշտ բան է Աստծո համար, այնքան հեշտ բան է 8 միլիարդ մարդուն կերակրել։ Ոնց որ մարդ մի հատ սենց անի, այդ հենց Աստված կարող 8 միլիարդին կերակրի։ Բա հիմա մեկը կասի, բա ինչի չի կերակրում։ Որտև ուտում են ու հայոյում են Աստծուն, որտև ուտում են ու անարգում են Աստծուն, որտև ուտում են ու ասում են Աստված մեզ պետք չի, որտև ուտում են ու ասում են մենք ենք մեր Աստվածը, մենք առանց Աստծու էլ մեզ լավ ենք զգում, մենք առանց Աստծու էլ վատ չենք ապրում, այս դրա համար էլ դե ասում են դե գնացեք դուք ձեր գլխին քթեք կերակուր, տեսնեմ ոնց եք գտնելու։ Ու մարդը ամբողջ կյանքը այդ կռվի մեջ է, կերակուր ճարելու խնդրի մեջ է, ու տենց էլ չի գտնում։ Նույնիսկ եթե գտնում էլ է իր կարծիքով, հասկանում է, որ գտածը անօգուտ բան էր, որ գտածը իրեն հեչ պետք չէր, ինչին էր պետք։ Ինչին էր պետք այդ ամեն ինչի համար չարչարվել։ Եթե դու մի տան մեջ պիտի ապրես, ինչի տա պետք 5 հատ տուն ունենալը։ Եթե դու մի մեքենա պիտի վարես, ինչի տա պետք 4 հատ մեքենա ունենալը։ Եթե դու մի հատ հագուստ պիտի ակնես, լավ, լվանալով 2 հատ, ինչի տա պետք 20 հատ հագուստը։ Ցեցը պիտի ուտի, ժանգը պիտի փչացնի, գողը պիտի պատը ծակի, գողանա, ասում է Սուրբ Ավետարանը։ Բա ինչ ասում։ Ասում է երկնքում գանձեր դիզեք։ Ձեր բանկի հաշիվները երկնքում բացեք եւ ամեն ինչ տեղափոխեք այնտեղ։ Մի հատ տենց հին պատմություն կա։ Շատ վաղուց պատմել եմ, շատերը երևի լսած չեն լինի, նորից կպատմեմ։
ասում մի երկրում մի հատ օրենք կար, որ ով ուզում էր թագավոր դառնալ, դարձնում էին թագավոր, պայմանով բայց, մի տարի ինքը թագավոր լիներ, մի տարի հետո իրան պիտի տանեին գցեին անմարդաբնակ կղզի։ Եվ սենց, ով թագավոր էր դառնում, մի տարի լավ ապրում էր, ուրախ, զվարթ, դե թագավոր է, ամեն բաներից օգտվում է թագավորի հնարավորություններից, մի տարի հետո լաց ու կոցով այդ մարդուն դնում էին մի հատ նավակ, տանում էին մի հատ անմարդաբնակ կղզում, բաց էին թողնում։ Մի մարդ էլ այսպես հերթական թագավոր եղավ, եւ երբ որ այդ մարդու թագավորության ժամկետը լրացավ, այդ մարդուն դրեցին նավակ որ տանեն, այս մարդը ի տարբերություն մյուսների շատ ուրախ էր, ուրախ մտավ նավակ եւ գնում էր։ Հարցրին, ասին, այս ի՞նչն է պատճառը, բոլորը տխրում են անմարդաբնակ կղզի գնալու, դու ինչ ես ուրախանում։ Ասեց, ես այդ մի տարին օգտագործեցի, այն ինչ որ պետք է ինձ, ինչ որ ինձ անհրաժեշտ է, ինչի կարիքը ես ունեմ, ամեն ինչ արդեն ես տեղափոխել եմ այդ կղզին։ Ասում է երկնքում գանձեր դիզեք, տեղափոխեք երկինք, որ գնալուց անմարդաբնակ կղզու պես չլնեք երկնքում։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի, ամեն։